թանկացած զինվոր, ով մասնակցել է Շուշի ազատագրմանը, ինքը հավատացել է, որ ինքը ոչ թե պարզապես գնում է 2-3 թուրք ընդեղից քշելու, ինքը մտածել է, որ ինքը չարիքի բույնն է վերացնում։ Աղդամի ուղղությամբ էր պաշտպանական մարտերին մասնակցում Հարությունյանը, երբ իմացավ, որ զինակիցները վերցրել են չարիքի բույնը ու ազատագրել իր ծննդավայր դրախտավայր Շուշին։ Ղազանչեցոցում աղոթելն արդեն հեռու երազ չէր, թիկունքին սպիտակ թունդ ընդգծված խաչ կրողները, որ ֆիդայական երթում էին տվել, մարտական առաջադրանքը կատարել էին իդեալական։ Եթե Շուշին գրավելն ու լեռներում հարսանիք անելը ռազմական ճկուն միտք, կամք ու անձնազոհություն էր պահանջում, ինչ որտեղ անհնար թվում, ապա գուցե ավելի հեշտ էր Բերդաքաղաքը պահել, ինչու, ինչպես ընկավ։ Պետք էր քաղաքական կամք, վճռականություն ադրբեջանցիներին ջախջախելու համար, ուրիշ ոչ մի բան, թե Արցախի հանրապետության ղեկավարության, թե Հայաստանի հանրապետության ղեկավարության կողմից անհրաժեշտ էր ընդհանրապես դա։ Հեքիաթների քաղաք է իր Շուշին, պատմում է Հարությունյանը, հայի իսկական հայրենիք։ Քոչվորների տեղ չէ, կարճ ասած, մի անգամ գնում ես ու սիրտդ անդադար այդ հողն է ուզում։ Այդ անբացատրելի ուժն է, որ նորից տանելու է մեզ հայկական հայերի Շուշի։ Հույս ունենալով, որ ադրբեջանցի զինվորները կլսեն, ասում են փախեք տղուց, տղեկ, լավագույն ձևով փախեք տղուց, որտեղ եթե մենք մտնենք չենք ներելու ձեզ։ Վերադարձն ու հայկական Բերդաքաղաքին տիրելը հեշտ գործ չէ, բայց նաև ֆանտաստիկայի ժանրից էլ չէ։ Ոչ թե դատարկ հայրենասիրություն է ու անհիմք պաթոս, այլ մարմնավոր ապագա։ Արցախում կռիվ տված տղաներից ոչ ոք չի մոռացել, հաղթել ենք, որովհետև հավատում էինք, էլի կհաղթենք, եթե հավատանք։ Գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը հիշում է, մայիսի 8-ին երեկոյան ժամերին արդեն գիտեին, օպերացիան իրականացվել է ռազմական տեսության բոլոր պահանջներին համաձայն։ Զինվորականները դեռ լուռ էին, զուսպ, բայց գիտեին, վերցրել էր Շուշին։ Մայիսի 9-ին արդեն համահայկական ցնծություն էր։ Կարողացել ենք հայոց հրամանատարի եւ հայոց զինվորի համադրված ջանքերով մագլցել այդ ժայռերն ի վեր եւ տոնել այնտեղ հաղթանակ։ Նորից ինչպես հավատով ասում են Արցախ տեսած Արցախի համար կռվածները։ Մեզնից ոչ ոք չի կարող ասել երբ, բայց եթե հնարավոր եղել է մեկ անգամ, երկրորդն էլ կլինի։ Պետք է պայքարել եւ գաղափարի հետ համոզմունքը կարծես թե այն ներքին ուժն է, որ քեզ պարտադրում է եւ ստեղծում է պատասխանատվության մի այնպիսի աշխարհ, որ պետք է պայքարել։ Շուշիում հիմա հայեր չեն, հայերը իրենց տանը չեն։ Ինչպես է արդեն 5 տարի այսօրվա լույսը բացվում ազատագրողների համար։ Դժվար բան է, ծանր ապրումներ են։ Նորից զինվորական է փաստում արդեն 44-օրյա պատերազմի մասնակից։ 8 տարի Արցախում ծառայել է, արձակուրդից վերադառնալիս Շուշի էր գնում, հետո միայն դիրք ու զորամաս։ Ձգողություն կար, բացատրելու չէ։ Ինքս կնքվել եմ հենց Շուշի Ղազանչեցոց եկեղեցում։ Իրոքից, որ ասում են հրաշք տեղա, բարձունք է, Բերդաքաղաք, այդ ամեն ինչը զգացվում էր։ Եթե օրինակ պաշտպանությունը որոշ չափով կազմակերպված լինի, այդ քաղաքը գրավելը շատ դժվար, անհնարին է։ Ու շարունակում է, պարտությունն ու կորուստը մարդու համար է, հաղթելն ու վերադարձնել հավաքական ժողովրդի, եւ ուրեմն լինելու է։ Եռատոն լինելու է, քառատոն լինելու է։ Ես հավատում եմ դրան։ Սխալներն անթիվ են, ձախողումները շատ, բայց համեմատելի չենք մենք ու թշնամին։ Նրանք եկան ու բռնի, սիրիացի վարձկանով, արգելված զենք ֆոսֆորով, ծննդատան վրա ռումբ գցելով, պատերազմի գրված ու չգրված օրենքները ոտքի տակ տալով տիրեցին մի հողի, որ նրանց հետ որևէ կապ չունի։ Եվ ուրեմն պետք է հավաքել ուժերը, հավաքել միտքը, հավաքել փշուր եղած հավատը, միավորվել։ Քանի մեր տանը չենք, պայքարն անվերջ է, արթուն մնանք, մենք հաղթող ենք։ Տիգրան Եղուղինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։